Բարևձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր երիտքաստ ոդքասթների շարքը եւ այսօր մեր հյուրն է Ապրելու երկիր կուսակցության նախագահ քաղաքական գործիչ Մարդ Թանդիլյանը, բարևձեզ Տիկին Թանդիլյան։ Բարևձեզ Ամիր։ Մեր ոդքասթների թիրախային խումբը երիտասարդներն են եւ մենք այն թեմաներն ենք ուզում քննարկենք, որ առաջին հերթին երիտասարդներն են հետաքրքրում, բայց քանի որ երեք վաղաշաբաթի ընտրություններն էին տեղի ունեցել, լավ կուզեինք առաջին հերթին ձեր կարծիքը իմանալ, ինչ հետևություններ պետք է անի ընդդիմություն եւ կարճ ինչ երեք տեղի ունեցավ վաղաշաբաթում։ Նախ ես ողջունում եմ բոլոր երիտասարդներին, ովքեր պետք է լսեն այս հաղորդումը եւ խրախուսում եմ ակտիվություն ցուցաբերել ոչ միայն լսելուն, այլև process-ներին, հասկանալուն, դրանց միջամտելուն եւ ներգրավեն ակտիվորեն։ Իրենք մի կարևոր մաս են կազմում, դեռ նույնիսկ կարող չեն պատկերացնում ինչքան կարևոր է, հուսով եմ դրան էլ կանդրադառնանք, խոսենք իրենց կարևորության մասին եւ իրենց ապագայի տեսլականը ինչպես պիտի կապել քաղաքական process-ների հետ։ Ես կարծում եմ սա կարևոր թեմա է։ Ինչ վերաբերում է վաղաշաբաթի ընտրություններին, ինչի ականատես եղանք։ Նախ եւ առաջ մի քանի արձանագրում անենք, որ ընտրապայքարի մեջ էին նաև ուժեր, որոնք ասոցացվում էին նախկին ընդդիմության եւ խորհրդարանական ընդդիմության հետ, ուժեր, որոնք իշխանական էին եւ իշխանությունը, որովհետեւ այդպիսիք էլ կան ու դրանք տարբեր բաներ են, իդեպ ես հուսով եմ, մեզ ճիշտ են հասկանում մեր դիտողները։ Եվ արդյունքում մենք արձանագրեցինք մի քանի փաստ։ Առաջինը այն, որ քաղաքացիական պայմանագիրը ունի բավականաչափ վարկանիշ արձանագրելու 50+% ձայն զուտ թվային արտահայտմամբ։ Մարդիկ հավաքել էին 48 որոշակի, այսինքն 50+ նրանք չունեն։ Չնայած որ մասնակցությունը բարձր էր 47%, միգուցե ավել, եթե չեմ սխալվում, ամեն դեպքում մինչև 50, բայց էլի բավարար չէր, ամբողջական չէր, լավ կլիներ, որ ավելի շատ լինեին, ու մենք արձանագրեինք ԿՊ-ի ավելի քիչ ցուցանիշ։ Երրորդ արձանագրումը այն էր, որ ԿՊ-ն հաջողում է ավելի շատ գյուղական բնակավայրերում, միջավայրերում եւ քաղաքում պարտություն է կրում։ Սա նշանակում է, որ մեր հարգարժան գյուղում բնակվող քաղաքացիները ակտիվորեն ներգրաված չեն տեղեկացված լինելու, թե ինչ է կատարվում հիմնական մասով, որովհետև այնտեղ հեռարձակումը հմայք են նայում մարդիկ, որտեղ ուղիղ քարոզչամեքենա է իշխող կուսակցության, շատ միգուցե տարածված չեն Facebook-յան կամ այլ հարթակները, մարդկանց զբաղվածությունը շատ ծանր է, որովհետև մենք գիտենք գյուղում ինչ ծանր կյանքով են ապրում մարդիկ եւ տեղեկացվածության նաեւ որոշակի դժվարություններ կան։ Հետեւաբար, ինչ է ստացվում, որ գյուղական բնակչությունը ավելի պակաս կարծում եմ դա է պատճառը տեղեկացված լինելով, ավելի շատ է աջակցում իշխանություններին, որովհետև ինչքան տեղյակ ես ովքեր են մեր իշխանությունները, այնքան դեմ ես իրենց։ Սա ուղիղ համեմատական է։ Եվ նաև վերջին կարևոր արձանագրումը, որ կուզեմ անել եւ մեր եզրահանգումը, թե ինչքան ընդդիմադիր ձայներ փոշիացան։ Այս ամենակարևորն է ընկալելու մոտ 13% ավել ձայն է փոշիացել։ Դրանցից 8%-ը մաքուր ընդդիմադիր էր, որ ես կհամարեմ ընդդիմադիր, որը հնարավորություն ուներ կապիտալիզացվելու եւ չփոշիանալու, եթե ճիշտ միավորում լիներ այդտեղ։ Եվ ահա այս փոշիացած ձայները ավելացավ Տոնթի բանաձևով, չեմ ուզում ծանրաբեռնել ձեզ, բայց այս փոշիացած ձայները ավելանում են անցած կուսակցություններին եւ ով որ ավելի շատ ձայն է հավաքել, նրան ավելի շատ ձայն է գնում։ Եվ այստեղից 7% ստացավ ԿՊ-ն եւ իր 48-ը վերածվեց 46, 47 այդտեղ տոկոսներով այդքան տոկոսի։ Հետեւաբար, ինչ եզրահանգում կա, առաջին հերթին ձայները չպետք է փոշիացնել, ուշադիր լինել, ինչ է դա նշանակում եւ ինչ միավորումներն են, ովքեր տրամաբանական են եւ արժի որ խոսեն իրար հետ, որպեսզի պաշտպանեն ընդդիմադիր ձայնը եւ կապիտալիզացնեն որպես իրական ձայներ, այլ ոչ թե փոշի։ Երկրորդը, որ պետք է աշխատել գյուղական բնակավայրերի մեր հարգարժան հայրենակիցների հետ եւ ավելի իրազեկ դարձնել թե ինչ է կատարվում եւ ինչ արհավիրք է իր հետ բերում այս իշխանությունը։ Եվ երրորդ կարևոր արձանագրումը, այս իշխանությունը ունի բացարձակ աջակցություն մեր ժողովրդի։ Մենք ուղղակի սա պիտի իմանանք եւ նաեւ որպես քաղաքական ուժեր, որպես մարդիկ, ովքեր հասկանում են ինչ է կատարվում, տարածեն այս ինֆորմացիան, որ այս փոքր թվով մարդիկ, ովքեր
ժողովրդավար երկրում մեծամասնությունը պիտի իշխի, իրանք մեծամասնություն չեն, բայց մանիպուլյացիաներով, տարբեր բանաձևերով, տարբեր վարքագծով սրան նրան վարկաբեկելով, վախացնելով, սարսափեցնելով, որ մարդիկ կարծիք նույնիսկ դժվարանում են արդեն այդ արտահայտեն, նրանք կարողանում են ճնշել ընդդիմադիր ձայնը բանտարկություններով, տարբեր իրավականություններով եւ այս փոքրիկ խմբակը արդյունքում կարողանում է դեռևս պահել իշխանություն։ Սա դասերն է, որ պիտի քաղել ու նայել դեպի 2026։ Գրենք, բայց փորձագետներ կան, որ նշում են, որ իրական պարլամենտարիզմում, հա, նորմալ է, որ իշխանությունը օրինակ 50+ չի հավաքում ու պետքա մի քիչ ավելի քիչ հավաքի, այսինքն դա նորմալ է, որ 50+ չեն հավաքում իշխանությունը, եթե ժողովրդավար երկրի մասին է։ Ես չեմ համարում աննորմալ, ես համարում եմ, որ դա հնարավորություն է դիմադիր ձայներ ունեցող, հայացք ունեցող մարդկանց ճիշտ վարվելու ձևով եւ հետևանքով փոխել երկրում իշխանությունը։ Ինչը մենք հասկանում ենք, որ գիտակից մարդիկ գիտեն, որ այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է։ Վաղը Հայաստան, եթե կգան կապրեն ադրբեջանցիներ, եկեք մենք հիշենք, որ այսօր մենք այդ մասին իմացել ենք ու չենք փոխել այս իշխանություններին, ովքեր կայտարկետ կատարելու են Ալիևի պահանջները, որոնցից մեկը օրինակ դա է։ Ես օրինակ եմ բերում։ Վտանգը, որը այսպես թղթի վրա չէ։ Սա մեզ մոտ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով հողում եմ անում Ալիևին, ինչը այս իշխանությունները իշխանություն պահելու համար ամեն քայլի պատրաստ լինելու հետևանքով մենք այդ պատկերը կարող ենք ունենալ։ Ես մի հարց եմ ուզում բարձրացնել ներքաղաքական, որ երիտասարդներին շատ հետաքրքրում է։ Մեր երկրում մի հատ sense հետաքրքիր բան է տեղի ունենում, հա, անկախությունից սկսված, որ մարդիկ ընդհանրապես ընտրում են անձերի։ Այսինքն ոչ թե ընտրում են գաղափարի համար, այլ ընտրում են, որ այս մարդն է, ու եթե այս կուսակցությունը վաղը մյուս մարդը ղեկավարի, այս կուսակցությունը ձայն չի հավաքի, որտեղ անձի համար են ընտրում։ Եթե ուրիշ երկրների օրինակ բերենք, հաշվի օրինակ եվրոպական երկրների, ի պատիվ մեր երկրի շատ սիրելի եվրոպամետների, որոնք մեզ համարում են ռուսական գործակալներ, հա, հիմա շատ մարդիկ կան, որոնք մեզ նայում են, մտածում են, այս հաղորդումից առաջ Զավեշտալիա նույնիսկ չեմ կարող մարդիկ կան հիմա մտածում են, որ այս հաղորդումից առաջ Կիրենկոն է ինձ զանգարել, ինչ որ կուղղաչատվել, հա, որ այս հաղորդումը վարեմ։ Ինձ էլ ուղիղ ասրեն ինչ պատասխանեմ հարցերին։ Սա գծած է այս ամեն ինչը Ռուսաստանի կողմից բնականաբար։ Հիմա եթե նայում ենք եվրոպական երկրներին, այնտեղ մարդիկ ընտրում են գաղափարների համար, ինչ որ X կուսակցություն։ Ու դա է պատճառը, որ եթե այդ կուսակցությունը ընտրվում է, այդ կուսակցության վարչապետը ինչ որ մի ժամանակ հետո հրաժարակա, դա այսօր խնդիր չի լինում, որովհետև թիմից գալիս է մյուս մարդ, այսինքն այնտեղ անձին չեն ընտրում, այնտեղ ընտրում են գաղափարներին, հա, ինչ որ գաղափարին X ընտրում։ Դրա հետևի ժողովուրդը գնում է։ Մեր երկրում միշտ անձեր են ընտրել ու մտածում են, որ այս դեպքում էլ արդեն 2026-ին էլի անձերի կընտրեն։ Այո, այդ վտանգը կա եւ եթե մենք նայենք ինչպիսի մոտեցում ուրեմն պիտի ունենանք, տեսեք, մենք կարող ենք այդ փաստը արձանագրել, կարող ենք դա չընդունել, կարող ենք դրա դեմ պայքարել, բայց դա որ փաստ է, մենք դա պիտի ուղղակի ճանաչենք խնդիրը եւ իմանալով խնդիրը գնանք այնպիսի լուծումների, որոնք հետագայում կկարողանան այդ խնդիրը լուծել։ Հիմա դա նշանակում է հետեւյալը, մեր հասարակությունը հետաքրքրված է կոնկրետ անձով, ով որ պիտի ներկայացնի իրան մեր երկիրը, այսպես ասեմ։ Բայց դա բավարար չէ։ Գոնե մենք հասկանում ենք, որ անձով չի պայմանավորված թիմը, ծրագիրը, սկզբունքները, այսինքն այս բոլորը կարևորագույն էլեմենտներ են որակով կառավարման։ Եվ այն մարդիկ, ովքեր դա հասկանում են, գիտեն, հենց այդպես էլ պիտի պատրաստվեն։ Ու դրա համար օրինակ մենք, մեզ համար ապրելու երկիրը դա թիմ է։ Եվ մենք տարբեր համայնքներում մասնակցել ենք, 22 համայնքում ընտրությունների ենք մասնակցել, տարբեր անձերով, թիմերով եւ տարբեր ծրագրերով տվյալ համայնքի համար ու ստեղծել մի կառույց, որտեղ որևէ մեկը առանձին տեսանելի sense առաջնային կերպարը չէ։ Մեր թիմում օրինակ մենք որ գնում ենք, չգիտեմ, Վանաձոր կամ գնում ենք Նոյեմբերյան, տարբեր մարդիկ են այնտեղ ավելի առաջնային, որովհետեւ ճանաչելի են մարդկանց, շփվել են, աշխատում են իրենց հետ ու իրենց համար։ Առաջիկա ընտրություններում, այո, մենք հասկանում ենք, որ այդպես է, մեր ժողովուրդը դեռ վերաբերում մտածում, ու իդեպ սա բնական է, որովհետև սա զարգացող պարլամենտարիզմի ժամանակաշրջան ենք, դուք եթե հիշում եք, մենք նախագահ էինք ընտրում, այլ ոչ թե կուսակցություններ, այդ հիմա է, որ փոխել ենք կարգը ու ժողովուրդը այսպես միանգամից նախագահականից անցավ սկսեց պարլամենտ, բայց դեռ կուսակցություններ եւ քաղաքական համակարգը կայացած չէր, այսինքն պատրաստ չէինք այս սեվով ընտրությունների։ Հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա ինձ հարցնեք, ես կասեմ, որ այո, դեռևս կուսակցական քաղաքական համակարգի չզարգացվածության պայմաններում բերել այնպիսի պարլամենտարիզմին բնորոշ օրենք, ինչպիսին Գերմանիայում կամ Անգլիայում է, սխալ է։
ճիշտ չէր, բայց հիմա այս պահին դա ունենք եւ հետեւաբար մենք պիտի ուրեմն եւ դա իմանանք եւ դա փոխենք, այսինքն անձերը համադրենք թիմերով եւ ծրագրերով, որպեսզի վստահ լինենք, որ պետությունը զարգանում է, այլ ոչ թե մեկ անձից կախված, մեկ որ Նիկոլ Փաշինյան չլինի, ԿՊ-ն կքանդվի, ինչպես նաև մի շարք անձիկ տարբեր թիմերում, եթե չլինեն, կքանդվի։ Մեր թիմը, ես չլինեմ, աշխատելու է, լինելու է։ Ով էլ չլինի, թիմը լինելու է։ Եվ այդ առումով սա ես մեծ ուրախությամբ եմ ասում եւ ծրագրերով եւ համայնքներում մեր ներկայացուցությամբ, այսինքն ամբողջ Հայաստանում մեր ներկայացուցությամբ մենք բերում ենք այդ արժեքը, որ նախ Հայաստանը միայն Երևանը չէ, որ երկրորդ ամեն մեկը իր տեղում իր գործը պիտի անի, որ կարողանանք հաջողել, եւ երրորդ, որ սկզբունքների շուրջ են համախմբված մարդիկ, ու ինչ արհավիրք էլ մեզ հետ պատահի ու պատահեց, մենք ընկեր կորցրեցինք մեր գործընկերը Ռուբենը Վարդանյան Բաքվի բանտում է, մեր ընկերոջ փարակարում ոճրագործները վերացրեցին, այսինքն այս արհավիրքները ում հետ պատահեր, պիտի արդեն չլինեին, բայց մենք ոտքի վրա ենք եւ մենք համարում ենք, որ անելիք ունենք քաղաքական դաշտ առողջացնելու, իրական քաղաքականություն բերել եւ իրացնել եւ հնարավորություն տալ երիտասարդներին չխուսափել քաղաքականությունից, քանի որ դարձնում են քաղաքականություն այդպես անձնակենտրոն միտեղ, որ ասում են դες մեկնա կամ իր հետ են կամ իր հետ չեն ու ավարտվեց, չէ։ Այդտեղ կան գաղափարներ, կան ծրագրեր, որոնց հետամուտ լինելու համար պետք է միավորվել, մասնակից լինել ու փորձել փոխել։ Տիկին Թալիրյան, իշխանությունը ասում է, որ իրանք մեզ տանում են դեպի Եվրոպա, իշխանությունը ասում է, որ մեզ տանում են դեպի խաղաղություն, իշխանությունը ասում է, որ իրանք բոլոր երկրների հետ բալանսավորված արտաքին քաղաքականություն են, որոնք որ զարգացնում են մեր տնտեսությունը, հա, տարբեր տնտեսական ճյուղեր եւ այլն, իշխանությունը նկատել է որ ունի երիտասարդների աջակցություն, Նիկոլ Փաշինյանը սրտի կանում վիդեոներով ու երիտասարդների որոշ հատվածի ուշադրությունը էլի գոնե փորձում է շահի, այսինքն իշխանությունը բոլոր ոլորտներում ասում է, որ ինքը այս ամեն ինչը անում է ու կարևոր բերում է խաղաղություն, որը իրանց 2026-ի հիմնական այսպես ընտրվելու փաստաթուղթն է, այսպես ասած լինելու, այ ընդդիմությանը էլի շտեղ ամնում, այսինքն ինչ առաջարկ ունի ընդդիմությունը, որ օրինակ իշխանությանը այդ առաջարկով ջախջախի, ասում է չգիտեմ, հա, ասում են, որ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, իշխանությունը ասում է չի կարելի լինի արժանապատիվ խաղաղություն, որովհետև մենք այնպես ենք պահանջվել, որ մենակ այս տիպի խաղաղություն կարա լինում, մենակ մենք դա կարանք տանենք, այ ի՞նչ է պատկերացնում ընդդիմությունում, ինչ կարա անի ընդդիմությունը։ Իրականում մի քանի շատ ծավալուն հարցեր տվեցիր, Ամրե ջան, ես փորձեմ հիմնական թեզերին անդրադառնամ, իրականում երբ որ նախ երիտասարդների պահով, այո, այդ սրտիկները թիրախավորել են երիտասարդների, բայց ես մեր երիտասարդների մասին այդքան վատ կարծիքի չեմ, որ մտածեմ, որ սրտիկներով կարելի է իրանց ամբողջովին գերել այս տեսակ բաներով, երբ որ Բաքվի բանտում օրինակ նստած են մեր հայրենակիցները, իրենց հորեղբայրները, բարեկամները, քեռիները ու այդ տեսակ երկրի վարչապետը, եթե սրտի կա անում, մեր երիտասարդները պիտի իրենց հարցեր տան, ասեն, էս նորմալ է, մենք անգամ տարական ապրումակցություն չունենք, չէ որ այն մարդիկ էլ են նայում այդ նույն վարչապետին, ում հարազատները Բաքվի բանտում են գերության մեջ ամեն օր, այսօր արդեն 46-րդ օրն է, որ նրանք զանգ չեն ունեցել իրենց հարազատի հետ ու չգիտեն ողջ են թե ոչ։ Ու այդ երկրի վարչապետը սրտի կանում։ Հիմա ես ուզում եմ մեր շատ սիրելի երիտասարդներին։ Լավ բան է սրտի կարեք, ուրախացեք, սրճարան գնացեք, դա չի քննարկվում, բայց երբ որ ձեր վարչապետն է դրանով զբաղված, դա համարեք խնդրեմ։ Դա համարեք, որ ինքը ինքան վատ կարծիքի է ձեր մասին, որ մտածում է կարա ձեզ սրտիկներով խափի։ Նա փորձում է ձեզ մանիպուլացնել, թե ինքը ամենաչիգին ֆանին է, ով է, չգիտեմ։ Շատ մարդիկ կարան սրտիկ անեն, քո գործը սրտիկ անելը չի։ Սա մենք պետք է սովորենք վարչապետն ինչ պետք է անի, նախարարն ինչ, պատգամավորը ինչ, եւ ով որտեղում ինչով պիտի զբաղված լինի, որ մեր երիտասարդները սա իմանան, նրա այդ մանիպուլյացիաները չեն կարող ազդել ու չպիտի ազդեն։ Իսկ ես բարձր կարծիքի եմ մեր երիտասարդների մասին, իրենք դեռ ճանաչելու են ինչպես տարբերակել մարդկանց, ուժերին, խոսքը, խոստումը, գործը, բազմաթիվ բաներ կա մտածելու եւ վարվելու։ Ինչ վերաբերվում է այն թեզերին, որ խաղաղություն է բերել եւ արժանապատիվ խաղաղություն լինել չի կարող։ Ուրեմն նախ այդպես կարող է խոսել միայն մարդ, ով ընդհանրապես չգիտի արժանապատվությունն ինչ է, երբ որ նա իլուր աշխարհի հայտարարություններ է անում, որից հետո օրինակ Արցախը Հայաստանը եւ վերջ, որից հետո պարտություն է կրում եւ հակառակորդ երկրի նախագահը ծաղրում է իրեն, անվանում հարբեցող,
ինքը նորից պահում է իր իշխանությունը, ընտրվում է ու գնում բանակցելու մարդու հետ, ով որ իրեն անվանել է հարբեցող։ Չարժանապատիվ խաղաղություն լինել չի կարող այդպիսի իշխանության հետ։ Բայց եկեք համաձայնենք, որ մեր իշխանությունները նաև արտաքին աշխարհից ունեն բավական Հիմա շարունակենք։ Այսինքն արժանապատվությունը մոռացանք։ Այո, Նիկոլ Փաշինյանի հետ արժանապատիվ խաղաղություն ուղղակի չակնկալեք։ Նիկոլ Փաշինյանի հետ լինելու է մեկ տեսակի խաղաղություն։ Կկուն գիտեք, որպեսզի կկվի առակնը, որպեսզի իր բունը պահի, հերթով իր կկուներին տալիս է։ Ինչ ուզում է անում է, ու վերջում էլի չի պահում։ Հերթով պայմանները, պահանջները նա կատարելու է Ալիևի, որպեսզի լինի խաղաղություն այնպես ինչպես ինքն է պատկերացնում, իսկ դա նշանակում է հանկարծ սահմանին չկրակեք, որովհետև եթե մի կրակոց լինի, իր փուչիկը խաղաղության տրաքելու է։ Հայաստանի Հանրապետության տարածքում են գտնվում ադրբեջանցի զինվորները, օկուպացրել են Սյունիքից հատված եւ Վայոց ձորից Ջերմուկում են գտնվում։ Դա խաղաղություն է։ Ձեր որդիները, զավակները գտնվում են մեկի մոտ պատանդ, ու քեզ չեն վերադարձնում, բայց ասում են քեզ այդ խաղաղություն է։ Դա խաղաղություն է։ Ու ամեն անգամ, օրինակ, քեզ պարտադրում են փոխել քո, չգիտեմ, սննդակարգը, սահմանադրությունը։ Եթե դու չփոխես, ինքը անելու է ինչ որ ուզում է, դու դա փոխում ես, դա խաղաղություն է, որտեղ է այդտեղ։ Ասում են, որ պատերազմել չեն կարող։ Հիմա դա եմ ասում, դա կգվի պատմությունն է։ Արդեն 20 թվականին տեղի ունեցել արհավիրքը, 26-րդ թվականն ենք մտնում, 6 տարի մենք պետք է ամբողջական համապարփակ անվտանգային համակարգ ունենանք։ Դա նշանակում է յուրաքանչյուր ոք պիտի իր տեղը իմանար վտանգի պարագայում։ Այո, անել ամեն բան, որ պատերազմ չլինի, անել ամեն բան, որ թշնամին չկրակի, իսկ դրա տակ ես ամեն ինչ նկատի ունեմ, եւ դիվանագիտական, եւ ինչ ուզում ես արա գնա աղերսի, այո, բայց այդ ժամանակը ոնց ես օգտագործել։ Մի հատ բունկեր ունենք։ Իսկ եթե թշնամին որոշի, որ իրեն չի բավարարում այն ինչ որ դու իրեն տալիս ես, ավելին է ուզում, Երևանն էլ Երևանա կոչում ու հետն ուզում է, ինչ ես անելու։ Ասելու ես, եկեք բոլորով գնանք լորի տեղավորվենք, ոնց որ լորի հետ խնդիր չունեն, էլի, ոնց որ կարող է մի քիչ էս կողմ գանք տանք։ Հիմա դա շարունակելով, սա ինչ եմ ասում, լավը խաղաղություն պիտի ոչ միայն լինի, խաղաղությունը պիտի լինի երաշխավորված, երաշխավորվածում կողմից, շահերի ոչ թե անձերի, ոչ թե Ռուսաստանի, որի գործակալ ենք ես եւ դու կամ Ամերիկայի, որի գործակալ եմ, երևի ես էլ մի քիչ ամերիկյան համալսարան եմ ավարտել ու անգլերեն եմ խոսում։ Որտեվ սենց է չէ որոշվում ով ինչ է, եթե վարժ ռուսեն ես խոսում, Ռուսաստանի հաջորդ ոդկասթը անգլերենով է լինելու, այնպես որ ես էլ պակաս կորսեմ։ Հա, արդեն կդառնաս, որտեվ տենց հեշտ տենց է, ինչ որ օթում չու բան, ասեն ու ասում, դե դու էլ ասել մի բան ավել ասեմ։ Ժողովուրդը հեշտ բան է ուզում, չէ՞, ասել, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը իրանք այնքան հեշտ բան են սկսել խոսալ։ Այն երկու բառով են արդեն, հա, իրանք ուզածը սկսում ձևակերպել, չգիտեմ, ապագա կամ լավ սովորի, որ լավ կրթվես, կրթվել է նորաձև է, հա, այսինքն այդ կարգ են հասել, այսինքն շատ հեշտ է ընդհանուր մտածելու հա այդտեղ։ Ու դրա համար է պետք գիտակից եւ խորությունը հասկացող նոր սերունդ։ Ու դրա համար իմ հույսը ճիշտ ասած ավելի շատ դուք եք, որովհետեւ պետքա կարդալ, պետքա կրթվել մարդ չի ուզում բառը օգտագործի, հասկանալ։ Կարդալը մի բան է, հասկանալը ուրիշ։ Խորամուխ լինելը լրիվ այլ բան։ Այո, մակերեսային բաներ ամենքը կարող են ասել։ Եթե դու ուզում ես քեզ խափեն, ոչ մի բանի մեջ խորամուխ մի եղի, տեսով ինչ ասում, լսի գնա։ Եթե դու ուզում ես քեզ չխափեն, դա որոշում է իդեպ։ Դա գիտելիք չի, ոչ մի բան չի, դա որոշում է։ Դու սկսում ես ստուգել։ Դու սկսում ես ասել մի րոպե, մի հատ հարց տամ։ Ու մեկ էլ այդ հարցից տեսնում ես, որ ամեն ինչ այդպես չի, ինչպես քեզ ասում են։ Դրա համար կրկնում եմ, խափվելը դա որոշում է։ Եվ եթե դու ուզում ես քեզ չխափեն, բազմաթիվ ձևեր կան։ Հետևաբար եկեք որոշենք։ Եվ այս առումով նորից գալով, իսկ ինչպես անել, որ խաղաղությունը լինի երաշխավորված ու կայուն, այլ ոչ թե մազից կախված Ալիևի քմահաճույքին եւ Ալիևնա որոշում մեզ մոտ խաղաղություն կա թե չէ։ Մենք պիտի կարողանանք բերել այստեղ ու համադրել կարևորագույն շահեր գերտերությունների, թե տնտեսական, թե տեղեկատվական, տեխնոլոգիական, ինչի ունակությունը մենք ունենք, մեր ժողովուրդը, մենք ընդունում ենք, չէ, խելացի ազգ է, տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ, դες դուք հասկացով ես վերաբերում, ես դեռ հույս ունեմ, որ այդպես է, ես այդպեսի հիմնարկում եմ աշխատել, փառահեղ ուղեղներ ունենք, ցավոք սրտի դրանք մեզ համար չեն աշխատում, շատ հաճախ, որովհետև իրանց ավելի պահանջված են դրսում։
պահանջված լինեն իրենք տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներով մենք դի պաշտպանենք մեր սահմանը, մեր ունեցվածքը, միևնույն ժամանակ համադրելով գերտերությունների շահեր։ Տեսեք, այսօր ինչով են ասում, թե չի լինելու պատերազմ, չի արձակվելու արել, որովհետև Տրամպի ուղի են արել։ Օրինակ, համարեմ դեռ չեմ քննադատում, թողնեմ թուղթը, հա, իր մանրամասներով ախնջդոտով եւ փոխադարձելիությունը թողնեմ։ Ուղղակի Տրամպի ուղիա հույս ունեմ, որ ամերիկյան շահը թույլ չի տա, որ այդտեղ տեղն։ Այդտեղ տակը գտնվում է Իրանը, ով ուղիղ հակասություն ունի Ամերիկայի հետ։ Այդտեղ ԵԱՏՄ սահման է։ Այսօր Հայաստան ասում եք Նիկոլ Փաշինյանը ասում է գնում եմ Եվրոպա։ ԵԱՏՄ-ի անդամ է, ինքը դուրս է եկել ԵԱՏՄ-ից։ Իհապկից դուրս է եկել, որտեղ ինչա, այդ է, իսկ ոնց կան չի կարող, ինչու, որովհետև տնտեսական շրջանառությունը ամենամեծ Ռուսաստանի հետ է։ Ինչու Եվրոպայի հետ չէ։ Շատ բարձ պատճառով մեր ստանդարտները այդտեղ չեն, այո։ Թեզը ոնց հասկանում հետեւյալն է, ինքը ասում է, որ հիմա բոլոր գերտերությունները զբաղված են իրար գործերով ու չեն կարող մեզ օգնել, հա, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու հարցով, դրա համար քանի որ իրանց գլուխը խառն է, հա, կոպիտ ասած, եկեք մենք մերոնցով ոնց որ ասում է, այդ հարցը լուծենք իրար հետ։ Եվ էլի մենք մերոնցով եւ միշտ այնպես պետք է լինի, բայց շահերը միշտ արկա են, ով որտեղ ինչ պատերազմ ուզում է մղի։ Միշտ կան շահեր, որոնք փոփոխվում են, եթե դա նկատի ունեք, այո, եւ հենց այդ փոփոխվելուց էլ պիտի մենք օգտվենք։ Շահերը երբեք նույնը չեն։ Դրա համար Ռուսաստանը մեզ մեկ բարեկամ է, մեկ թշնամի։ Չէ՞ որ նայում ենք, մեկ էլ մնում ասում ենք, էլի մեզ գցեցին ռուսները, այսինքն ինչ որ մի ժամանակ բարեկամ էին, ինչ որ մի ժամանակ մեզ գցեցին, մեր ժողովուրդը տնտեսական կապերով շատ ավելի շատ է։ Իհարկե, այդ նույնիսկ դրա այդտեղ չեմ գալիս։ Այո, մենք այսօր ամենամեծ շրջանառությունը Ռուսաստանի հետ ունենք։ Գուցե հանկարծ դա կտրես, կկործանվի մեր ժողովուրդը, տնտեսությունը եւ այլն, բայց այդ դեռ թողնեմ։ Տեսեք, պարբերաբար ասում ենք, մեզ, այսինքն մի պահ մեր շահերը համընկնում են, որպեսզի դա թարգմանեմ այսպես շահերի համադրման եւ քաղաքականության ոլորտ։ Մի պահ շահերը համընկնում են, մի պահ չեն համընկնում։ Հետ ու դա լինելու է բոլորի հետ։ Ամերիկայի հետ այդպես լինելու, Եվրոպայի, բոլորի Թուրքիայի։ Մի պահ իրենց հիմա ինչա պետք որ Հայաստանը գնա իրենց այսպես դեպի իրենց եւ իրենք հիմա դա անում են սիրուն, շատ նրբորեն թուրքական դիվանագիտությամբ, որը փայլուն դիվանագիտություն է, ասելով որ դու մի անհանգստացի, քեզ ոչ ոք պետք չի, ես քո կողքին եմ։ Իսկ մենք ունենք կամ ունեցել ենք այդ դիվանագիտությունը ընդհանրապես։ Մենք սխալներ շատ ենք թույլ տվել։ Մեր դիվանագիտությունը ինքնին բավական անկախ ու բավական ճկուն չի, որպեսզի ինչ որ։ Այո, մենք չենք կարողացել այդ շահերը համադրել։ Տեսեք, մենք տվել ենք ռազմավարական նշանակության կառույցներ եւ ինստիտուտներ մեկին ու բոլորը մեկին։ Մենք չենք կարողացել այսպես դիվերսիֆիկացնել այդ բոլոր ռիսկերը։ Այո, ուզեցել ենք, մտածել ենք, չեմ կարողացել, եկեք ես դա չմեկնաբանեմ, փաստա որ չեմ կարողացել։ Մենք ունենք երկրների օրինակ տեսակներ, որոնք դարել են Ֆինլանդիան։ Ֆինլանդիան երկար ժամանակ չի եղել ՆԱՏՕ-ի անդամ, չէ, բայց եվրոպական արևմտյան չէ, քաղաքակրթական երկիր է, բայց նա հասկացել է, որ սահման լինելով Ռուսաստանի հետ, կարիք չունի ինքը մտնել ՆԱՏՕ, որովհետև դա կարող է հետագայում այլ խնդիրներ իր համար առաջացնել։ Միայն այս դեպքերից հետո, երբ որ Ուկրաինա տեղի ունեցավ այս պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, Ֆինլանդիան վտանգ զգաց, անհանգստացավ, նոր վերջերս հայտ է ներկայացրել եւ Թուրքիան փորձել է խոչընդոտել, ինչեւ այդտեղ չգնանք։ Ինչ եմ ուզում ասել։ Ֆինլանդիան ինչ մոդել էր։ Կամրջի մոդել, որտեղ շահերը համադրվում էին։ Ոչ Ռուսաստանի հետ խնդիր ուներ, ոչ Արևմուտքի։ Մենք կարող ենք այդպիսի մոդել ստեղծել։ Մենք կարող ենք ունենալ շահերի համադրում։ Այո, կարող ենք։ Եթե որտեղ մեր երկիրը տարածքը որ քարտեզին նայեք գտնվում է այնտեղ որտեղ խաչվում են քաղաքակրթություններ իսկ մենք խոսում ենք պատկերավոր ասած համ արևելքի լեզվով համ արևմուտքի եւ մենք կարող ենք լինել այ հենց այս կռվի մեջ օրինակ հենց այն ուժը երկիրը տարածքը որը ասում է եկեք նստենք խոսենք հասկանանք իսկ մենք դա չենք անում հիմա մեր ժողովուրդը նայում է ասում է բայց բոլոր ձախողվել եք բոլոր ֆեյլ եք եղել ու հիմա մենք ոնց ձեզ ընտրենք չեն ուզում գնալ ընտրությունների ու արդյունքում իշխանությունն է վերարտադրվում ու մի բան էլ էստեղ եթե նոր ավելացնեմ իշխանությունը երկու հիմնական թեզ ուներ միջև իշխանություն գալը նախ որ երրորդ ժամկետով ղեկավար չպետք է ընտրվի հիմա իրենք գնում են երրորդ ժամկետի ու նաև հանրային հեռուստաընկերության մասին որոնք նախկինում ասում են չէ որ կուսակցականացված է ծայրահեղ եւ այլն ու մի երկու բառով էլ կխնդրեի ներկայիս հանրայինը հա նկարագրեք Տես, երբ որ ասում ենք բոլորը ձախողվել են, բոլոր ընդդիմադիրները վատն են, այս բոլոր սահմանումը դարձնում է անհնարին գտնելու եւ տեսնելու իրականությունը։ Տես, երբ որ օրինակ դասից ուշանում են 1-2-ը, մեկ էլ դասախոսը ասի, բոլոր ուսանողները ուշանում են, բայց բոլորը չեն ուշանում, չէ՞։ Մի քանի պարտաճանաչները միշտ կան։
Եվ երբ որ դու ասում ես բոլորը ուշանում են, դու նախ առաջինը քեզ ես զրկում հնարավորությունից ճանաչելու այն պարտաճանաչներին։ Եվ երկրորդ դեմոտիվացնում ես պարտաճանաչներին լինելու այդպիսին։ Ավելի քաղաքական օրինակ բերեմ, Ադրբեջանը հարձակում է Հայաստանի վրա, միջազգային հանրությունը ասում է երկու կողմերին զսպվածության կոչ են կանում։ Հավասարացնում է։ Այո, եւ Հայաստանի այդ դեպքում կամ հայ ժողովուրդը ասում է, դե եթե մեզ հավասարացնում ես ավտորիտար Ադրբեջանի հետ, այդ ինչի ենք մենք նույն ձևի մեզ։ Այնա մենք էլ այդպես ուրեմն վարվենք, ագրեսիվ լինենք, ժողովրդավար չլինենք։ Օրինակ եմ ասում, շատ լավ համեմատություն էր, այսինքն դեմոտիվացվում ես լինել ավելի լավը։ Եվ այդ բոլորը վատն են բնութագիրը միշտ այդ դերը կատարում է, բայց դեռ ամենավատն է, որ ինքդ քեզ է զրկում հնարավորությունից տեսնելու լավերին։ Եվ հետևաբար ոչ, ընդդիմության մեջ շատ լավերը կան որակով առողջ ուժեր, այո, կան նաև նախկին ընդդիմադիրներ, նախկին իշխանություններ, ովքեր այսօր ընդդիմադիր են եւ իրավմամբ ասելիք ունի ժողովուրդը իրենց ու պիտի տարանջատի։ Երբ որ դեպքում արդյոք բոլորը այդպես էին թե ոչ եւ սա կարեւոր է հենց մարդկանց համար հենց այդ տեքստ արտաբերողի համար այո դա ձեռնտու է իշխանությանը նա ուրախանում է երբ որ մեր ժողովուրդը բոլորին նույն չափով է չափում ու չի տարբերակում չի տեսնում առանձին վերցրած մարդկանց չգիտեմ Ռաֆի Հովհաննիսյանին Արման Թաթոյանին Մանեթ Հանդիլյանին Նորիկ Նորիկյանին օրինակ եմ ասում ոնց է որ իրանք էլ են ընդդիմադիր ինչ որ բան են արել խփել են ինչ որ մի օր ինչ որ գործողություն են արել, որը մեր երկիրը այսպես կործանել է, ինչ որ շանս են ունեցել իրանց չափով մի քիչ օգտագործել են։ Այդքան են հնարավորություն ունեցել, այդքան իշխանությունը խորհրդարանական ընդդիմությունն է մեղավոր, թե այն ընդդիմությունն է մեղավոր, ովքեր որ դաշտում են, բայց շատ ակտիվ չեն, որ դու չես կարող լինել շատ ակտիվ որոշակի սահմանափակումների պարագայում Համլետ ջան։ Ակնհայտ է նույն ներկայացվածությունը խորհրդարանում։ Ակնհայտ է, որ խորհրդարանական ուժերը միշտ ավելի տեսանելի են եւ ավելի լիազորված են, որովհետեւ նրանք արդեն ձայն ունեն ժողովրդի կողմից ստացված որոշ բաներ ներկայացնելու։ Եվ դա շատ ձեռնտու ընդդիմություն է իշխանությանը, երբ որ կարելի է մեղադրել եւ քրեական գործերով նրանց վրա փորձել ճնշումներ գործադրել։ Չէ, հարց առաջանում, ինչի մեկի հանդեպ անում են, մյուսի հանդեպ ոչ։ Դուք ընդդիմադիր չեք, ձեր հանդեպ չեն անում։ Ուրեմն ասեմ հետեւյալ սկզբունքը, որով նրանք շարժվում են։ Առաջին հերթին ըստ վտանգավորության աստիճանի։ Երկրորդ հերթին նրանք նայում են բոլոր մարդկանց վրա հնարավոր ընդդիմախոսներ, դες ես էլ եմ բոլորը օգտագործում։ Այդ լավ չի, բոլորի հանդեպ չի։ Հիմնական ընդդիմախոսների ունենալ գործիքը իրավական եւ անհրաժեշտ պահին, երբ որ տվյալ անձը այլևս անհարմար է իրենց նեղություն է պատճառում, այդ պահին օգտագործել։ Ուր մնաց արդարադատությունը։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, այն զանգովի դատավորները բան։ Բոլորին, շատերին զանգում է։ Հատուկենտ այո մարդիկ կա որ պարկեշտ են եւ իրենց պիտի տարբերեն եւ իմանան որ հույս կա հենց իրենց միջոցով վերականգնելու դատական համակարգը բայց որ մեծ մասը Նիկոլ Փաշինյանի զանգով է կողմնորոշում ցավոք սրտի այսօր այդպես է այս մարդը ինչ քննադատել է դա էլ արել է հենց ինքը անում է այո խոսեցիք նաեւ հարց սնչեցրեցիք երրորդ ժամկետի մասին հիմա ինքը կասի դե օրենքը հիմա թույլ է տալիս այո եւ Սերժ Սարգսյանն էլ էր փոխել օրենքը այնպես որ թույլ տար իրեն նորից ընտրվելու 3-րդ, 4-րդ, 5-րդ ժամկետներով։ Ժամանակին Ամերիկան որ կայանում էր հիմնադիր հայրերը նույնպես հնարավորություն ունեին ամեն տարի, ամեն անգամ իրենք ընտրվելու։ Նրանք օրենքը փոխել են այնպես, որ նախագահը երկրորդ անգամից ավելին չկարողանա առաջադրվել։ Իրենք իրենց դեմ օրենք են այսպես դեմ լավ իմաստով։ Օրենք են ընդունել, որովհետև հասկացել են, եթե իշխանություն ես, վերարտադրվելու հավանականությունը եւ ռեսուրսը քո ձեռքում է, շատ ավելի մեծ է։ Եվ ուզենալով ունենալ ժողովրդավար արդար հասարակություն, արդար բառը այստեղ առանցքային է։ Նրանք արել են փոփոխություններ, որ կարելի է մտածել առաջին հայացքից իրենց դեմը։ Այո, հենց այդպես պիտի լինի։ Իշխանությունը առաջինը պիտի սահմանափակի իր լիազորությունները։ Մի բան, որ ոչ միայն անհնարին է ակնկալել Նիկոլ Փաշինյանից, այլև ուղղակի միամտություն է պատկերացնել, որ նա երբևէ այն կոստյումը, որը կարված էր Սերժ Սարգսյանի համար, իր հագից կհանի եւ կանի այնպիսի փոփոխություններ, որի արդյունքում չեն քաղաքականանա կրթական օջախները։ Բոլոր իրենց թիմակիցները հիմա այդ խորհուրդներում են։ Քննադատում են նախկին իշխանություններին մի այլ կարգի, որ հաստատությունները ուսումնական քաղաքականացված են։ Բոլոր խորհուրդներում իրենց նախարարներն են։ Ինչպես է որ արդեն օքեյ է ԿՀ-ի նախագահը իրենց կուսակիցն է այդ դեպքում որ Տիգրան Մուկուչյանին ինչ ասեցին որ կարծեմ հանրապետականի անդամ էլ չէր ԿՀ-ի նախագահը այսօր իրենց կուսակցությունից նախորդ օրը դիմագրել դուրս եկել ու գնացել դարձել որ իբր
ու հետո չեն էլ թաքցնում, ասում են դե այդպես պիտի անենք, որ ընտրություններն արդար լինի։ Լուրջ, այստեղ են ասում, իա, իրոք, ասենք ծաղր է սա։ Մեր բոլորի ուղեղների նկատմամբ ինքը ծաղրում է եւ ես սա ցավով եմ իրականում ասում եմ, որ խնդալը չլինի երևի կարելի է խելագարվել այս խնդանոցում, որովհետեւ այն ինչ ոչ միայն ասելա չի արել, այլև այն մանիպուլյացիաները, որով փորձում է ցույց տալ, թե ինքը իրականում ժողովրդավար է, ես ուղղակի ամաչում եմ։ Այդպես հետապնդել ընդդիմախոսներին, ընդդիմադիր համայնքապետերին, ասես շնորհակալություն էլ չեն ասում ընդդիմադիր համայնքապետերը, ում պիտի ասեն։ Ժողովրդի վճարած հարկերով օրենքի սահմաններում սուբսիդիաներ է տալիս համայնքներին, պիտի համայնքապետը ընտրված ժողովրդի կողմից գա ինչի համար ասի շնորհակալություն, որ օրենքը կիրառում։ Կարար օրինակ օրենքը խախտեր, կարար բանտարկեր, ոչ չի բանտարկել, օրենքն էլ վրոձի սուբսիդիան հասնում է, այսպես հատկացրել է ու համայնքապետը պիտի գասի շնորհակալություն, որ օրենքը չես խախտել։ Ոնց ես համարձակվում ընդդիմադիր լինելով քո ամբողջ կենսագրությունը մտածել, որ դու մեկին շնորհակալություն քո կյանքում ինչ որ բանի համար ասել ես եւ բազմաթիվ հարցեր։ Ես այսպես զայրույթ է գալիս, մի քիչ ավելի միգուցե էմոցիոնալ եմ խոսում, բայց ցավում եմ, որ 18 թվականի հնարավորությունը երկիրը արագ դեպի լավը փոխելու տեղի չի ունեցել եւ այդ հիասթափությունը, որ մեր ժողովուրդը այսօր ունի, կրում եմ նաեւ ես ինձ վրա, երբ որ չեն հավատում էլ ոչ մեկին, որովհետեւ այդ ալիքը ոգևորության եւ խորը հիասթափությունը այսօրվա իշխանություններից անդրադառնում է բոլորի վրա, բոլորի այս դեպքում ու մարդիկ արդեն ուղղակի հուսահատությունից, հիասթափությունից չեն ուզում ճանաչել, լսել որևէ մեկին։ Այսօր հենց այդպիսի մի հրաշալի կնոջ հետ եմ հանդիպել ֆինանսական աշխարհից, ասում է, այնքան եմ ամաչում մեր վարչապետի փոխարեն համար, որ նա է մեզ ներկայացնում։ Ես ուղղակի փակել եմ Facebook-ը, փակել եմ ամեն բան, չեմ ուզում ճանաչել ոչ մեկին, չեմ ուզում գնամ ընտրության, ոչ մեկն էլ չընտրեմ։ Խոսում եմ ընդդիմադիր, չէ, որակով ընդդիմադիր կեցվածքով մարդու մասին, ով որ հիասթափություն ունի ու որոշում է չգնալ ընտրության, ինչը շատ վատ որոշում է, շատ վատ որոշում, որովհետև ահա իրենց չգնալը նպաստում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Դա պարզ թվաբանություն է։ Երբ որ իրենք չեն գնում, վարչական ռեսուրսի արդյունքում գնացողները ավելանում են թվականակով քչերի մեջ։ Դա հասարակ հանրահաշվական խնդիր է։ Ու դուք կտեսնեք, թե ոնց է ձեր հիասթափությունը, ձեր բոլորը նույնն են ասելը, ձեր չմասնակցելը, չիմանալը, չուզենալը վերածվում Նիկոլ Փաշինյանի ուժի։ Այդ ուժով իրեն պահում եք, սիրելի ընդդիմադիր հայացք ունեցողներ, մի թույլ տվեք, որ ընտրության տոկոսը 40 լինի, չեմ ասում 27, ինչպես Երևանում էր, 27%, փոքրամասնություն է իշխում քաղաքում, դրա համար աղբավայրը ամեն օր այրվում եւ շրջվում, ասում են դիվերսիա է, մեկը գնացել այրել է։ Ուրեմն աղբավայրը ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգավորված է, երբ որ ստեղծվել է նոր աղբավայր, ՓԲԸՆԿ գործում է, բայց նոր աղբավայր գոյություն չունի արդեն տարիներով, կամ այդ զուտ հələ գոնե իրանց արածն եմ ասում։ Էլ չեմ խոսում գործարանի վերամշակման եւ այլն, ինչի մասին խոստացել են։ Բայց երբ որ մի բան են, բոլորը վատն են, բացի իրանցից։ Իրանք մեղք չունեն, որ նուբարաշենն այրվում է եւ ժողովուրդը Երևանի անպաշտպան է, կեղտոտ օդ է շնչում։ Այդ չէ, բայց երբ որ մի սրտիկ համեր բան, այդ մենք ենք, թռնենք, թռվրանք, ուրախանանք, եկեք փակենք ամբողջ հրապարակը, ծափ ուրախություն անենք, ասենք քեֆ ենք անում, լավ ենք անում, ում է ձեզ թվում, ում ինատու եք անում, ում եք զարմացնում։ Դուք հասկանում եք, որ մի հատ եվրոպացի քաղաքագիրտ մարդ ձեզ նայում է, ասում է, ձեր գերիները Բաքվի բանտում տառապում են ու ամեն ինչ լավ է ձեզ մոտ։ Ձեր իշխանության կազմակերպած շոուներում դե մենք էլ ինչի՞ պիտի պայքարենք, ինչի՞ պիտի ուզենանք, որ դուք արժանապատիվ կյանքով ապրեք, արժանապատիվ խաղաղություն ունենաք, որովհետև եթե ձեր դեմքին թքում են, ասում ես անձրև է գալիս, որը մեկը չպիտի քեզ սովորացնի, որ այդ անձրև չի, այդ արժանապատվության կորուստ է։ Շնորհակալություն Տիկին Թանդլյան այսօր այսօր կալու համար։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, կհանդիպենք